Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում եմ, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում, YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, որտեղ որ հնարավոր է իրականում։ Մենք այս բանից սկսում ենք ցանցի մարդիկ հաղորդումը, մեր տաղավարում կրկին հետաքրքիր բլոգեր հյուր ունեմ, Գրիգոր Հարությունյանն է այս անգամ պապա բլոգեր եւ լրագրող, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, առաջին պապա բլոգերն եք, ով մեր տաղավարում միշտ կանայք են եղել կամ մարքեթինգի հետ կապ ունեցող տղամարդիկ, ովքեր ոլորտին քիչ թե շատ մոտ են, այս անգամ կարծում եմ զրույցը մի քիչ տարբերվող կստացվի։ Այնտեղից գանք, թե ինչպես որոշեցիք, որ պիտի ձեր էջը բացեք ու զբաղվեք բլոգինգով։ Իրականում ի սկզբանե բլոգինգով զբաղվելու ընդհանրապես մտադրություն չի ունեցել, ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ որ տղաս այսպես ծնվեց, կինս առաջարկեց, որ սովորաբար անում են, չէ՞, կանոնայիկ այսպես թղթեր, ալբոմներ են ունենում, նկարներ են փակցնում, գրում են, բայց ես քանի որ հեռուստատեսության մարդ եմ, ոչ մի կերպ չէի կարողանում այդ օրագրության գրելու մեջ տեղավորվել ու սկզբնական հատվածում որոշեցի տենց էջում թողնել։ Հետո պատերազմից հետո, երբ որ այսպես ամեն ինչ իսկապես շատ այսպես էմոցիոնալ տեսանկյունից Facebook-ում ծանր էր, նոր բացահայտեցի Instagram-ը ու երբ որ այսպես թերթում էի, հանդիպեցին տարբեր էջեր, որտեվ ընդհանրապես չէի պատկերացնում Instagram-ը, իր աշխատանքը, նկատեցի, որ կան մամա բլոգերներ, ուղղակի հետաքրքիր էր էլի, եթե կա մամա բլոգեր, տպավորություն էր, որ պիտի լինի նաև պապա բլոգեր, բայց չգտա ցավոք սրտի ու տենց կամած, երբ որ արդեն այդ օրագրային նյութերը հասանելի էին դառնում, դե ես գիտեի մենակ ես եմ տեսնում այդ ամեն ինչը։ Արձագանքները ստիպեցին շարունակել ու ավելի ակտիվ լինել։ Ինչպես կարողացաք համատեղել մասնագիտության լրագրության հետ ու որքանով է ձեր մասնագիտությունը օգնում բլոգային այս էջը վարելուն, ավելի ակտիվ լինելուն, արդյոք մեկը մյուսին աջակցող այսպես բնույթ ունի։ Ինձ ամենայն դեպս միշտ օգնել է, որովհետև ել եմ ասում, ասենք հատկապես Instagram-յան հարթակում հիմա գոնե թե ավելի շատ այսպես վիդեոյի մասին է խոսքը, այսինքն տենց շփվել մարդկանց հետ, իհարկե, այդ միայն օգնում է։ Իհարկե սկզբնական հատվածում շատ բարդ էր, որտեղ ես սկզբից Instagram-ը պատկերացնում էի միայն գեղեցիկ ֆոտոներ հրապարակելու հարթակ, իսկ ես տենց ֆոտոներ էլ առանձնապես չեմ սիրում ու չեմ կարողանում անել։ Դե իրականում Instagram-ը դրամ այլ ստեղծվել է սկզբանե, հետո վերափոխվել է ժամանակին։ Վիդեո հարթակ ամեն ինչ ավելի հեշտ է գոնե թե իմ համար։ Իսկ երբ արդեն դաշտում էիք, ինչ բացահայտումներ արեցիք, ինչա տեղի ունենում, ինչա կատարվում այդտեղ ու ինչն է, որ օրինակ կողքից տեսանելի չի հետևորդների համար կամ իմ համար ամենատարօրինակը իմ այնտեղ լինելու ինչ որ փոքրիկ հայտնիություն ունենալու թեման էր պապայությունը ու ինձ թվում էր թե այդ լրիվ նորմալ է, այսինքն այն ծնողավարության մոդելը, որը քարոզում եմ, այսպես ասեմ Instagram-ում ինձ թվում էր դա նորմալ է ու ուշադրության արժանի չի։ Հետո արդեն պարզեցի, որ շատ-շատերի համար դա հենց այդ է խնդիրը, որ ես մտածում եմ, որ դա նորմալ է, ինչ կա դրա մեջ, այսինքն, չգիտեմ, երեխու հետ, մամայի հետ հավասար երեխու խնամքը թվում էր թե նորմալ է։ Հետո հասկացա, որ այն փուչիկն է, որի մեջ ես ապրել եմ, որտեղ իմ շրջապատի համար նորմալ է։ Բայց բարձրալ լիքը մարդկանց համար դա էքստրաօրդինար ինչ-որ բան է։ Հայաստանի մակարդակով եթե նայում ես, դա նույնիսկ շատ հաճախ տարօրինակ անցալում, ոչ թե օրիգինալ, այլ հենց տարօրինակ, որովհետև մշակույթը թույլ է տվել, որ այդպիսի ընկալումներ լինեն։ Այ դրան դուք ո՞նց եք վերաբերում ու արդյոք հնարավոր է եղել ձեր բլոգինգի միջոցով ինչ-որ վերաբերմունք փոխել կամ հայրիկներին ցույց տալ, որ ճիշտ հայր լինելու տարբերակ կարող է սա լինել, օրինակելի լինելու տարբերակ է։ Ну, երբեմն արձագանքներ լինում են տղամարդկանցից, ոչ հաճախ, բայց լինում են դրական իմաստով, բացական իմաստով լիքը արձագանքներ լինում են դրա մասին խոսքը չի։ Իսկ իրականում այսպես հիմա, երբ որ այսպես post-factum նայում եմ ընդհանուր թե ում համար եմ փորձում ես ստեղծել այդ կոնտենտը, որը հայտնվում է պապա բլոգում, ոչ այնքան ծնողների համար են արդեն այդպես կարծում եմ, այլ երիտասարդների, ովքեր գուցե թե նոր են պլանավորում դառնալ ծնող, զուտ օրինակ, որ կա իրենց շրջապատից
իրենց նորմայից տարբերվող այլ մոտեցում ծնողավարությանը ու եթե իրենք պատկերացնում են իրենց ծնողավարության այդ մոդելի մեջ, ապա լինեն այդպեսին ու դրա մեջ ամոթ բան չկա։ Ինչի եմ ասում ամոթ բան չկա, որովհետև էջը բացողը վստահաբար կտեսնի, թե ինչպեսի կոմենտներ են սովորաբար լինում, հայեցի չի, հայ տղամարդուն վայել չի, իմ համար ամենաաբսուրդայինը հենց դա է, հայեցի չլինել նշանակում այսպես մի կողմ քաշվել ու զոհել երեխուդ համար հավասար ծնող լինելու գաղափարը։ Առհասարակ, եթե ձեր պատկերացումով ընտանիքում կարգավիճակը ինչպես պիտի բաշխվի կնոջ եւ տղամարդու հոր եւ մոր միջեւ, արդյոք այդտեղ տարբերություններ կան որևէ կերպ, որ հաճախ ընկալվում է մեր հանրության կողմից, դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ես կարծում եմ, որ դա զույգերի որոշելիքն է։ Այսինքն, եթե զույգերը որոշում են, որ պետք է իրար հետ հավասար ծնողավարություն անեն, իմ համար դա ցանկալի տարբերակն է, լրիվ նորմալ է։ Եթե զույգերը որոշում են, որ պետք է հայրիկը զբաղվի փող բերելով եւ մայրիկը ավելի շատ տանը լինի ու երեխայի խնամքով դաստիարակությամբ զբաղվի, դրա հետ եմ օքեյ։ Օքեյ եմ նաև ճիշտ հակառակին, երբ որ օրինակ հիմա գոնե թե շատ կանայք, այսպես իրենց ռեսուրսը մաքսիմում օգտագործում են հնարավորությունները ու երբեմն հնարավորություն ունենում շատ ավելի շատ գումար գեներացնել ընտանիքի բարօրության համար ու իմ համար լրիվ ընդունելի է նաև եթե հակառակը լինի, հայրիկը որոշի տանել մնալ, իսկ մայրիկը զբաղվի ֆինանսական ռեսուրսներ գտնելով։ Այսինքն, եթե ծնողների համատեղ որոշումը կա, որևէ կերպ չեմ հասկանում, երբ առանց քննարկումների դերեր են բաշխվում։ Այստեղ է իմ համար ամենամեծ խնդիրը։ Կարծում եք շատ տղամարդիկ իսկապես շարժվում են ձեր օրինակով, պարզապես հաճախ նաև ամաչում են պատմել այդ մասին։ Կարծում եմ այո, որովհետև ես իմ շրջապատում ունեմ շատ, ինչ եմ ասում, որ իմ համար շատ տարօրինակ էր այդ ամենը, որովհետև իմ շրջապատում կան լիքը հայրիկներ, ովքեր անում են նույնը ինչ որ անում եմ ես։ Պարզապես դրա մասին չէին խոսում։ Ու հետևաբար տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանում չկան այդպիսի հայրիկներ, ովքեր առավելագույնս ներգրաված են իրենց երեխաների դաստիարակության մեջ։ Իսկ իմ շրջապատում ճիշտ հակառակ տպավորությունը, որ մաքսիմում ներգրաված են։ Այստեղ արդեն մեդիայի դերն է ու այն ինչ որ հայտնվում է էկրաններին։ Տղամարդիկս մի քիչ ավելի քիչ են, այսպես ներկայացնում այդ ամեն ինչը ու նաև ամրապնդվում են կարծրատիպը, որը կա բոլորիս հայտնի է։ Այ ատելության խոսքից դուք քիչ թե շատ խոսեցիք, որ վատ մեկնաբանություններ են գրում, վստահաբար նամակի տեսքով են դրանք լինում հաղորդագրությունների։ Հիմնականում կանայք են այդ վատ արձագանքողները։ Իսկ ինչպես են բացատրում։ Չգիտեմ, այդքան չեմ խորանում անկեղծ ասած, որտեղ եթե խորանամ, պիտի պարզապես փակեմ էջը ու այլևս այնտեղ ոչինչ չհրապարակեմ։ Զարմանալի է իմ համար, որ ավելի շատ կանայք են այսպես բացական նամակներ, մեկնաբանություններ թողնում, բայց այնց չի, որ իրանք շատ են։ Կան։ Տղամարդիկ ավանդական իրենց ասածն ասում են ու գնում են, մեծ հաշվով քննարկում չկա, ու ես էլ ինքս էլ չեմ ուզում այդպես շատ խորանամ, որովհետև մտածում եմ, այդ իմ գործը չի, իմ գործը պարզապես օրինակ ցույց տալն է, ու արդեն մարդիկ իրանք են ընտրում այդ օրինակի հետ հաշտեն, թե չէ, իսկ մենք օրինակների վրա սովորող մարդիկ ենք, ընդհանրապես բոլորս, ոգեշնչվում ենք կամ ճիշտ հակառակը որոշում ենք այդպեսին չլինել։ Էլի որոշումն է, ամեն ինչ որոշում է։ Մի այսպիսի արտահայտություն կա, չէ, որ որդիներին հաճախ ասում են մայրիկներից կպած կամ մամայի բալա այդ արտահայտությունը, որովհետև ասում են, որ միշտ մայրն է դաստիարակությամբ զբաղվում եւ բոլոր հարցերում, բայց կարծես թե այդ նույն խնդիրը առաջանում է, երբ օրինակ հայրը փորձում է դաստիարակությանը ավելի շատ միջամտել, այդ դեպքում էլ է խնդիր առաջանում հայ ազգի համար։ Որտեղ է թաքնված խնդիրը, արդյոք այստեղ դերային բաշխման խնդիր է, թե պարզապես ընկալումների հարցը, դուք ո՞նց եք տեսնում էլի իրականում։ Այսպես պատմության մեջ չխորանամ, պատմությունն է ստիպել, այսպես չգիտեմ, միշտ տղամարդիկ դարձել են զինվորներ, գնացել են կռվելու օբյեկտիվ պատճառներով, եթե տենց պատմության մեջ են գնում։ Շատ շատերը չեն վերադարձել, այդպես մնացել է, իսկ մենք պատերազմներով անցած ժողովուրդ ենք։
շատ պատերազմներ ենք տեսել, շատ կորուստներ ենք ունեցել։ Այդ իմաստով օբյեկտիվ եմ համարում, որովհետև մշակույթը հենց այդպես էլ ձևավորվում է։ Հիմնականում մնացել են երեխաները մայրիկների մոտ ու հետեւաբար այսպես ինչ որ կարծրատիպեր ձևավորվել են, մշակույթ ձևավորվել է, որը փոխանցվել է, այսպես սերնդեսերուն։ Իմ բացատրությունը երևի թե դա է, մենք հիմա դրա մասին երբ որ խոսում ենք շատ հաճախ առօրյա խոսակցությունների մակարդակում այդքան չենք խորանում, բայց ես երբ որ մտածում եմ ավելի շատ դրա հետ եմ կապում, այո։ Այսինքն երբ որ նայում եմ աշխարհի որ պետություններում են, իհարկե բոլոր տեղերում էլ կան, այսպես ծայրահեղական կարծրատիպային մոտեցումներ, բայց երբ որ նայում եմ այն երկրները, որտեղ շատ վաղուց պատերազմներ չեն ունեցել, իրենց մոտ ամեն ինչ նորմալ է։ Հարթվել է, չէ՞։ Այո, չկա տարբերություն։ Այ դու papa ես սա պարտադիր պիտի անես, դու մամա ես սա պիտի անես։ Ինչու, որովհետև Հայաստանում չեն դադարում պատերազմները եւ մենք անդադար այդ վտանգի մեջ ենք։ Այո, իհարկե։ Գուցե դա է պատճառը։ Հիմա ասում եմ, այն անցյալի ազդեցությունը մեծ է, թե ինչպեսին կլինի արդեն ապագայում, այսօր մենք ենք որոշում։ Այո։ Հուսով եմ այս օրինակները հանրայնացնելով նաև այդ, չգիտեմ, մեծ շղթայի մեջ ինչ-որ մի փոքրիկ բան կլինի էլի։ Կոնտենտ ստեղծելիս դժվարությամբ եք համոզում ձեր որդուն, որ տեսանյութերի մեջ նկարվի, թե ամեն դեպքում միշտ համաձայն է ու միշտ պատրաստակամ է։ Չէ, ես համոզելու խնդիր չկա, որովհետև ես տեղավորվում եմ այն ամեն ինչի մեջ, ինչը ինքը թույլ է տալիս, որովհետև ամբողջ մեր ֆիդում չկան նախապես գրված սցենարներ, գոնե թե տղայիս մասով, այսինքն երբեք չեմ ասել դու այստեղ կանգնի, այստեղից դուրս արի, այստեղ մտի, այս ինչ բանն ասա։ Ինքը ասեց։ Ինչ կերպար է դա ձևավորում երեխայի համար, այսինքն իրեն ներկայացնել փոքրուց իր կարծիքի հետ հաշվի նստել, որովհետև միշտ չի, չէ՞ որ տենց է եղել, միշտ չի որ Հայաստանում հայ ընտանիքներում երեխաների կարծիքը գնահատված է եղել այդ տարիքից։ Ինչ տեսակով է մեծանում երեխան այդ պարագայում։ Իմ համար շատ կարևոր է, որ ինքը ունենա իր տեսակետը տարբեր երևույթների վերաբերյալ ու երբեք ես իրան չեմ ասում դու փոքր ես, այդ ինչու չես հասկանում, որտեվ ամեն մարդ հասկանում է այն չափով, ինչ ինֆորմացիա ունի։ Ես իրեն փորձում եմ հնարավորինս իր տարիքի համեմատ ինֆորմացիա փոխանցել ու նաև հարգել այն կարծիքը տեսակետը, որ ինքը կոնկրետ իրավիճակում կասի։ Չգիտեմ, եթե ինքը չի ուզում որևէ մեկին գրկի կամ չգիտեմ, իր հետ ժամանակ անցկացնի, ես երբեք չեմ ստիպի իրան։ Իհարկե դա չի նշանակում, որ ամեն ինչ թողնում եմ իր վրա, որտեվ ծնողի դերը մեծ հաշվով գոնե թե այդ տարիքում առաջնորդությունն է, բացատրելը, շատ սխալ թեմաների հետ պահելը գոնե։ Իհարկե, ինչի մասն է խոսքը, հատկապես երբ որ այսպես ամեն անգամ ավելի ու ավելի ագնանում ես մեդիա տիրույթում ու հնարավոր տեխնոլոգիական զարգացումներում թիրախավորման հնարավորությունները, իսկ այն դեպքերում երբ որ բլոգը, պապա բլոգը չի կարա չլինի նաև երեխան, հա։ Այն սկզբնական հատվածում, երբ որ զուտ օրագրություն էր, շատ հաճախ այնպիսի բաներ էի ասում կամ ներկայացնում, որոնց համար հիմա շատ փոշմանում եմ, զուտ իր անձնական տարածքներից այդպես ներխուժում եմ համարում, բայց դրան զուգահեռ նաև փորձում եմ բացատրել, անընդհատ հետը խոսել, որ իր տարածքները ինքը կարողանա պաշտպանի։ Նույնիսկ եթե չգիտեմ, իր մասին գիտեն, մարդիկ իր անունը գիտեն, ապա դա դեռ չի նշանակում, որ այդ մարդուն պետքա վստահել կամ Ես նկատել եմ, որ վերջին տարիներին շատ ծնողներ փորձելով իրենց երեխաներին օրինակ հայտնի դարձնել, առանձին էջեր են բացում շատ վաղ տարիքից ու սկսում են այդ բլոգինգային այդ գիծը տանել։ Ոնց եք դուք դրան վերաբերում։ Ես շատ հաճախ եմ կարծիքներ լսում, որ չի կարելի այն տարիքում, երբ երեխան գիտակից չէ, առանց իր թույլտվության իր հաշվին այսպես ինքնահաստատվել։ Ոնց կարելի է վարվել, արդյոք ճիշտ է ամեն դեպքում գիտակից տարիքից երեխայի հետ հաշվի նստելով այդ ամենը քննարկելով անել դա։ Ես հիմա էլ մեծ անհանգստություն ունեմ, նույնիսկ երբ որ իր անունով չի էջը, այլ պապա բլոգայի վերջո կոչվում այդ բլոգը, այսինքն չգիտեմ, իմ ու իր հարաբերությունների մասին իմ ձանով անցած ինֆորմացիան մատուցվում է։ Նույնիսկ այս պարագայում ես տենց շատ հաճախ մեղավոր եմ զգում կամ մտավախություններ ունեմ, որ ինչ որ մի մոտիկ ապագայում ինքը ասելու այ հեր ինձ էս ամեն ընդհանրապես պետք էր, դու ինչ գործ ունեիր, չգիտեմ, իմ մասին ինչ որ ինֆորմացիա ես այնտեղ դրել։ Այդ իմաստով մտավախություն ունեմ, բայց միևնույն
դրա հետ փորձում եմ հնարավորինս այնպիսի ինֆորմացիա մատուցել, որ չթիրախավորի, այսինքն բնական ու հանրահայտ երևույթների մասին ենք հիմնականում խոսում, հա, այսինքն շատ խիստ անձնական բաներից փորձում եմ խուսափել, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ այո, ինչ որ մի ժամանակ կարող է գալ նաև այդ պահը, երբ որ ինքը տենց ասի ու այդ լրիվ նորմալ ընդունելու եմ։ Ձեր ասած պատրաստել ապագայի համար ինչ որ չափով իմ մոտ էլ գուցե կա նման ցանկություն, չգիտեմ, եթե բառը սխալ եմ ասում այս պահին, թե չէ, բայց եթե երեխեքը միշտ սկսեն 0-ից, դա շատ վատ կլինի, իրանց համար ինչ որ հիմք է պետք։ Իհարկե դա լրիվ այլ հարց է, երբ որ իրանց համար ես գոնե թե այդքան չեմ ընկալում, որ երեխային առանձին էջ բացել, իրենց անունից, անմիջապես իրենց անունից ինչ որ բաներ այնտեղ։ Դե որտեվ ակնհայտ է, չէ՞ որ այդտեղ հետևում ինչ որ մեկն է կանգնած, թեկուզ ծնողը չէ, էջը վարող է պարզապես, բայց երեխան չի կարող այդ ամենը ներկայացնել։ Պարզին պարզ է, բայց չգիտեմ, ես իմ մասով եմ փորձում ամեն ինչ, այսպես իմ վրա եմ փորձում ամեն ինչ պրոյեկտել։ Վախեր ունեք, որ ձեր որդին կարող է մի օր կանգնել ու ասել, որ ես չեմ ուզում էլ նկարվել, ուզում եմ էլ չխոսենք ոչինչի մասին։ Հավատացեք, մենք ամեն օր այդպիսի խոսակցություն ունենում ենք, ու այն պահին, երբ որ ինքը ասում է, որ ես չեմ ուզում նկարվել, մենք պարզապես չենք նկարվում։ Այսինքն, այս տարիքում նույնիսկ կա դա ու իր կարծիքը անպայման հաշվի է առնվում։ Ու թեպետ հիմա այնպիսի դարա, որ նույնիսկ դասարանական աշխատանքներն են տեղափոխվել այդ տիրույթում, ամեն ինչ։ Ես դրանից չեմ վախենում։ Չեմ վախենում ինչի, որովհետև ամեն ինչ դրան է տանում ու անընդհատ վախերի մեջ ապրել հնարավոր ռիսկերի համար ապագայում տեղի ունեցած զարգացում չի տանի։ Այլ հարց է, որ դու հիմիկվանից փորձում ես պատրաստել, նաև ռիսկերի մասին իրեն հասանելի լեզվով բացատրել, այստեղ կարծում եմ հույս ունեմ, խնդիր չի լինի։ Ինչ կարևոր խորհուրդներ ունեք, որ բոլոր հայրիկներին պարտադիր պիտի դա տալ, գոնե 3-ը։ Անպայման շատ ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ, որտեվ վստահաբար իրենք դրա կարիք ունեն։ Ես մեծացել եմ ավանդական հայկական ընտանիքում, կարիքից դրդված խոպանային միջավայրում, երբ որ ծնող հայրս Հայաստանից բացակայում եմ, ես միջև հիմա զգում եմ այդ բացը ու հիմա փորձում եմ մաքսիմումն անել, որ հանկարծ իր մոտ նման բան չլինի։ Իհարկե հասկանում եմ այն ժամանակ կարիքներ, ժամանակներ ստիպված էին շատ հաճախ։ Հաճախ կարծում եմ դա էլ խնդիր չի եղել, եթե անգամ այդ խոպանի թեման չի եղել, հայրիկները միշտ խուսափողական են եղել երեխաներին ավելի մոտ լինելուց, որովհետև դա հաճախ քննադատվել է տան մեծերի կողմից։ Ես շատ եմ լսել այդ կարծիքները ու մինչև հիմա ընկալելի չէ։ Ինչի արդյունքում իհարկե երեխաները կոմպլեքսներով են հաճախ։ Ես վստահ եմ հիմա էլ կան այդպիսի ընտանիքներ, ովքեր նույն ձևով կարող են քննադատել այդ վարքը, բայց երբ որ այսպես նժարի վրա դնես քննադատություն ընդունել, փորձել հետները կոմունիկացվել, բացատրել քո առաջնահերթությունները ու միևնույն ժամանակ իմանալ, որ ինչ որ մի պահից այլևս կորցնելու ես բնական կապը ու վստահությունը երեխուդ հետ, այսինքն չգիտեմ, մի հատ մեծ ձոր ես ունենալու իր հետ շփումների, իմ համար այդ միշտ ավելի բարձր է, քննադատությունները ինչքան ուզում եք քննադատեք, հիմա կարևորը ես մաքսիմում իմ ժամանակ անցկացնեմ իմ երեխու հետ, մնացած ընտրությունը ոնց որ մնացած բոլոր պարագաներում։ Այս դարում երեխաները շատ են անցկացնում համացանցում, շատ են գadgetներով միշտ պտտվում, այ դուք համացանցում որոշակի ներգրավվածություն ունեք, արդյոք խնդիր եք տեսնում, որ դաշտը լավը չէ կամ փոփոխման կարիք ունի կամ կան օրինակ կոնտենտ, որը չպիտի երեխաները տեսնեն հաշվի առնելով, չգիտեմ, տարիքային խնդիրները, չգիտեմ, զարգացման հետ կապված խնդիրները, ինչ կա առհասարակ ցանցում, որը վերափոխման կարիք ունի ձեր տպավորությամբ։ Դա այստեղ իմ ազդեցությունը քանի որ վստահ եմ այդքան մեծ չի լինելու փոփոխության գոնե թե իմաստով, այդքան դրա վրա չեմ խորանում։ Շատ ավելի շատ խորանում եմ վերահսկողության իմաստով, վերահսկողություն ոչ թե անձնական տարածքը խախտելու երեխայի, այլ նրա հետ հավասար, եթե գոնե իմ տղայի տարիքին, ասենք իմ տղան, այո, նայում է տարբեր հոլովակներ YouTube-ում, բայց միշտ մենք նայում ենք կամ ես, կամ կինոս նրա կողքին։ Ու եթե պատահաբար
կամ գուցե թե ես վերջերս շատ ավելի հաճախ հանդիպում այնպիսի կոնտենտ, որը ուղիղ ազդեցություն կարող է ունենա իր վրա, մենք իր հետ հենց այդ պահին քննարկում ենք, այսինքն քննարկում ոչ թե արի մի հատ խոսենք այս ինչ թեմայի մասին, այլ այսպես մտագրողների տեսքով ասում ես, վայ տեսար այս մեկը սրան խփեց, ինքը կարծում եմ վատարար կարեց, դու ինչ ես մտածում։ Ասում հա վատարար կա կամ չգիտեմ հիմա շատ sense տարածված տրենդներ կան չէ տարբեր ես հեսա կխմեմ 50 լիտր ջուր ու ամեն ինչ իմ կյանքում լավ կլինի երեխան չի հասկանա որ այդ գիտես բանա դիտում հավաքելու մոնտաժի էֆեկտը այսինքն այդ մարդու հետ հենց այդ պահին խոսում ես ասում ես որ անհնար է դա մարդու օրգանիզմի համար չի դու չես կարող 10-րդ հարկից ցածկել ներքև ու քեզ հետ ոչինչ չկատարվի այսինքն նույնիսկ եթե դու դա տեսել ես որտեղ դա մոնտաժ է ու հետո ինչ որ մի կոնկրետ իրավիճակում իրան ցույց ես տալիս թե այդ ամեն ինչը ոնց է ստեղծվել նույն քո հեռախոսով նկարում ես ինչ որ մի բան ու ցույց ես տալիս ասում ես այդպես ինքն էլ է տենց արել ինքը այդ բան հասկանում է որ հա չէ դա վատ է Այսինքն կարևորը լավի վատի մասին հենց այդ այսինքն այս դեպքում ոչ թե զրկել դրանից, այլ ուղղակի բացատրել, որ սա մոնտաժային ինչ որ էֆեկտ է կամ սա իրականության հետ կապ չունի։ Ուղղակի զրկել երբ դու չես կարող օրը 24 ժամ կանգնել գլխի վրա ու միշտ ասել ոչ չի կարելի, սա փակ տարածք է։ Հատկապես որ դարը այնպիսին է, որ դրանից հետո խուսափել չի լինելու։ Այո, չես կարող դա անել, եւ հետեւաբար ինչ կարող ես անել, կարող ես փորձել բացատրել, որ ինքը երբ որ ցանցում հանդիպի նմանաբովանդակ տեսանյութերի ինֆորմացիա, ինքն էլ կարողանա դրա տակից դուրս գալ ինքնուրույն։ Գրիգոր Ձերկինը ինչպիսի մասնակցություն ունի բլոգի ստեղծման մեջ։ Սկզբնական շրջանում շատ դեմ էր մինչև հիմի չի հայտնվում բլոգում, որտեվ չի ուզում այդ մարդը ու իմ համար լրիվ ընդունելի տարբերակ է։ Սկզբնական շրջանում նաև դեմ էր իմ ու Արեգի այսպես ներկայանալուն, բայց հիմա այլևս կողմ է վերջերս համեմատաբար ավելի пассив եմ շատ հաճախ ինքն է հիշեցնում հերթական պոստը անելու մասին, բայց շարունակում է լինել կադրից այն կողմ չգիտեմ, sense նույնիսկ ինտրիգա ձևավորել է, ով է իր կինը, բան, sense Mrs. X-ն է դարձել էլի։ Չէ, ինքը չի սիրում հայտնվել Բայց օգնում է մոնտաժային աշխատանքներին, թե ամբողջը ձեր վրա է։ Մտքերը, գաղափարները իհարկե միասին ենք գեներացնում։ Ես ինչ որ տեքստ երբ որ գրում եմ, ականջիտակ կարող եմ կարդալ ինքը դիտողություններ անի, օգնություն տա։ Բնական օրգանիկ խմբագրական գործունեություն է։ Շատ լավ, իսկ աշխատանքին զուգահեռ ինչքան ժամանակ եք հատկացնում բլոգին։ Շատերը հիմնական աշխատանք են դա դիտարկում ու ասում են, որ 24/7 ռեժիմով աշխատում են բլոգը զարգացնելու վրա։ Դուք ձեր օրվա որ մասն եք անցկացնում։ Ես չափազանց շատ սիրում եմ լրագրությամբ կադրի հետ աշխատանքը պրոֆեսիոնալ տեսանկյունից։ Իհարկե հիմա շատ բլոգերներ իհարկե շատ լավ ու բարձր որակյալ կոնտենտ ապահովում են ամենևին այդ չթերագնահատելով, բայց միևնույնն է այդ ցանցի մարդը այդքան էլ իմ մասին չի, ես պարզապես այսպես ընթացիկ ոնց որ սկզբում մինչև նկարաններ ասացինք հոբի նման մի բան է ես հիմնականում սպառող չեմ այնտեղ ցանցում սպառող մարդ չեմ սոցիալական հարթակներում ավելի շատ անում եմ են ինչ որ կաներ ցանկացած լրագրող իր խմբագրությունում օրվա այդպես իր մասնաբաժին հրապարակումն անում է թողնում է ինքը իր կյանքով ապրում է նա գնում է մնացած ուրիշ գործերով այս դեպքում ես ինչ որ բան հրապարակում եմ կամ շարունակում եմ իմ աշխատանքը հիմնականում շարունակում եմ իմ աշխատանքը կամ շարունակում եմ իմ ընտանիքի հետ ժամանակը անցկացնել իսկ ձեր տպավորությամբ ով է ցանցի մարդը Այսօր արդեն այլևս բոլորս ցանցի մարդիկ ենք ու այսպես թե այնպես շատ են ստեղծողները ցանցի համար բովանդակություն, ել ավելի շատ են սպառողները ցանցի, այսինքն բոլորս այլևս դարձել ենք այնպիսի հասարակություն, հանրություն, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, մարդկություն, որ այլևս բոլորս ցանցից շատ կախված ենք ու մեր առօրյայի մասն է կազմել։ Ես չեմ վախենում ձեր նկարը վախեցնող է, բայց ոչ այդքան։ Իսկ
Ցանց ասելով մարդիկ հիմնականում Instagram-ն են հասկանում, թե այլ հարթակներ, որովհետև տեսեք, ցանց հիմնականում Instagram-ում են նմանատիպ տեսանյութերը, մարդիկ այդ հայտնիությունը ձեռք են բերում կամ TikTok-ում կամ Instagram-ում ու շատերի համար այդ երկու հարթակն են ընկալելի ավելի շատ։ Դուք ո՞նց եք նայում։ Չէ, իրականում Չեմ ուզում որպես մասնագետ նայեք։ Դե այդ պարագայում չգիտեմ թե ոնց կարող եմ պատասխանել ձեր հարցին, որովհետև այդ նույն մասնագետը նաև ես եմ, այսինքն բոլոր ցանցի մարդիկ ենք, այսպես ասենք, ու երևի եթե ոչ մասնագիտական տեսակետ եք ուզում լսել։ Իսկ եթե մասնագիտական։ Եկեք անցնենք, լավ։ Շատ լավ։ Ինչ ունեք ասելու ձեր հետևորդներին ու այն մարդկանց, ովքեր խուսափում են ներկայացնել իրենց օրինակը, իրենց տեսակը, որ ընդունելի կարող է շատ հաճախ լինել։ Այդ հայրիկներին ինչ կասեք ու այդ մայրիկներին նաև։ Շատ մայրիկներ էլ են, չէ՞, խուսափում ամեն դեպքում։ Հեչ պարտադիր չի, որ բոլորը դա անեն։ Այսինքն օրինակներ ներկայացնեն, այդ իսկ օրինակ ներկայացնել դա հեշտ գործ չի մեր հանրության շրջանակում, որտեղ երբ որ դու որոշեցիր որպես արտադրող հանդես գալ ցանցում, դու ուղիղ թիրախ ես դառնում յուրաքանչյուր մարդով ձեռք ունի գadget, ով հասանելիություն ունի դրան, այսինքն ոչ բոլորն են պատրաստ այդ ամեն ինչին ու այդ իմ համար լրիվ ընդունելի է, որ շատերը որոշում են պարզապես որևէ ներգրավվածություն չունենալ։ Այսինքն այդ մասով յուրաքանչյուրը իր այսպես պատկերացումներով ու ցանկություններով նա ով որոշում է հայտնվի ցանցում պետքա ի սկզբանե ունենա նաև հստակ պատկերացում, որ ինչքան լավ բան ուզում ես արա քո պատկերացումներով կամ քո շրջապատի պատկերացումներով, միևնույնը հայտնվելու են մարդիկ, ովքեր չեն ընդունելու ձեր ասածը, թիրախավորելու են այսպես վատ բաներ են գրելու, ամեն ինչ էլ անելու են, այսինքն շատ հաճախ ինչի է, ասենց մեկ-մեկ հայտնվում են իհարկե, երբ որ շատ լավ բան է ստեղծում ու մեկ էլ չկա, չեն լինում են մարդիկ, ովքեր այդ դրանից նեղվում են ու փակվում են, ասում են լավ պետք չի, եթե հայտնվում ես ցանցում, պիտի պատրաստ լինես նաև այդ ամեն ինչին։ Այո, պայքար է, չէ՞ դա էլ։ Դա էլ պայքար է, բայց նրանք ովքեր չեն մտնում այդ պայքարի մեջ, իմ համար լրիվ ընդունելի է, իհարկե։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Եթե ավելացնելու բան ունեք ձեր հետևորդներին ինչ-որ խոսք։ Հետևորդ նենց բառը, որ իմ համար է հետևորդ չեմ սիրում, անկեղծ չեմ սիրում։ Այն մարդիկ, ովքեր երկրպագում են ձեր հետ։ Ավելի վատ տարբերակ ասացիք, նրանք ովքեր այսպես նայում են, դե հետևորդ համաձայն եմ ըստ էության ճիշտ, բայց ասենց շատ մեսիա է, հետևորդ։ Ամեն դեպքում այդ մարդկանց ինչ ունեք ասելու։ Այդ մարդկանց ունեմ ասելու, եթե չի հետաքրքրում տվյալ պահին կոնտենտը, ժողովուրդ ջան, բան արեք ինչ։ Այլևս մի հետևեք։ Ալգորիթմների վրա մի ազդեք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ ցանցի մարդիկ հաղորդումներ գործարալիքի եթերում, իսկ իմ զրուցակիցը Պապա բլոգեր եւ լրագրող Գրիգոր Հարությունյանն էր, դες համար աշխատեց Մոնիկա Մամյանը, կհանդիպենք։